Մենք որևէ քվե չենք փոշիացրել, մենք մեր քվեիտերն ենք եւ մենք այսօր Երևան քաղաքում իշխանություն ենք այնքան, ինչքան ԿՊ-ն եւ Երևան քաղաքում տեղի ունեցած թե լավի, թե վատի համար նույն չափ պատասխանատու ենք, ինչքան ԿՊ-ն։ Պիտի Հա, բայց ընդունեմ Երևանում ձեզ ընտրել էին չուզենալով ձայն տալ Նիկոլ Փաշինյանի թիմին։ Մեզ ընտրել էին, որովհետեւ ուզել ցանկացել էին, որ մենք անցնենք։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում նման համակարգերում իշխանությունը ձևավորվում է կոալիցիաներով։ Եվրոպայում որևէ քաղաքական ուժ 35%-ից ավել չի հավաքում։ Այսինքն մեր ժողովուրդը դեմ է կոալիցիաներ կազմելու։ Եթե դեմ է կոալիցիաներ կազմելուն, ապա կառավարման համակարգը պիտի փոխվի։ Մենք էլ առաջարկում ենք, մենք այդ հասկանալով առաջարկում ենք, որ սահմանադրությունը փոխենք եւ դարձնենք լրիվ նախագահական, այնպես ինչպես Միացյալ Նահանգներում է։ Այսինքն կամ կոալիցիա պիտի ձևավորվեր Երևանում, կամ պիտի լինեին նոր ընտրություններ։ Ընդ որում 2021 թվականից սկսած Ռոբերտ Քոչյանը հայտարարում էր, որ այս իշխանությունները պիտի հեռացվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս -1։ Երևանի ավականում անցած ուժերը բոլորը հայտարարում էին, որ հիմի մենք այստեղ միավորվում ենք, վերցնում ենք Երևան քաղաքը, որից հետո վերցնում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն։